Բարև ձեզ, կուզենայի խոսեի ժողովրդի պատմության մութ էջերից և տխուր խաչմերուկներից, փորձենք հասկանալ ինչու է մեր ժողովրդի հետ տեղ ունենում այն, ինչ տեղ է ունենում։ Մեջդեղը ոնց որ ասում էր, կործանման եզնին կանգնած ժողովուրդների վերջին փրկությունը դա վերադաստիարակությունն է, իսկ վերադաստիարակությունը ինչ է նշանակում։ Սխալների ընդունումը, հասկացումը, թե որտեղ եք սխալվել, որտեղ ճիշտ չեք վարվել, որտեղ եք թեքվել ոչ այնտեղ, որտեղ պետք է թեքվեիք։ Մի քիչ հետ գնանք, փորձենք հարցեր տալ, ասենք մենք մեզ հարցեր տալ, դրա մասին կմտածեն, ովքեր ցանկանան մտածել, միգուցե ինչ-որ բան ստացվի։ Ընդունված, ասենք, Հայաստանի ժողովրդի հայկական պետականության մասին հիմնական տեղեկությունները, դրանց ավելի շուտ Ուրարտուն Արարատյան թագավորությունը կար, ասենք, ավելի շուտ Սարգոնի աքադացիների մոտ կար արդեն նշումներ հայկական պետականության մասին, ավելի հին բաներ կան, բայց ասենք հիմնական ընդունվածը Աքիմենյան Կյուրոսի ժամանակներից, ասենք, պատմագրության մեջ հետ չեմ գնում ինչի համար, որովհետև Արարատյան թագավորության ժամանակ Հայաստանը պետականություն ուներ ու ասենք գաղութ չէր ոչ մեկի համար։ Իմ կարծիքով այս գաղութը սկսեց Արարատյան թագավորության կործանումից հետո, ասենք 6-րդ դար մեր թվարկությունից առաջ, չնայած գրում են, որ Ուրարտուն ավելի երկարատև է եւ այլ, բայց հիմնականում այդ անվանումը Ուրարտու հաշվեք վերջանում է 6-րդ դար մեր թվարկությունից առաջ։ Ինչ է տեղ ունենում, այդ ժամանակ Մարաստաններ, այսպես Հայաստանում իշխում, կար հայկական թագավորություն, բայց կախվել վիճակում էր 4, եթե չեմ սխալվում, կարող է մի քիչ սխալվեմ, բայց էական չի, 4 թագավոր են ունեցել Մարական այդ կայսրությունը, շատ չի տևել, մի 100 տարի չի տևել։ Ժամանակ հայերը արդեն կիսանկախ վիճակում էին մարերից, ինչի էին կիսանկախ վիճակում, ինչ հետաքրքրել է, ասենք հայկական թագավոր կա, ինչ-որ հեսին որտեղից մարեր են հայտնվում, հետո ես մեր հայերը կախյալ վիճակում են հայտնվում, հետո լավ, ասենք մարերը մի 100 տարի հետո պրծան, հայտնվում են պարսիկները, ու հետո պարսիկներին են կախյալ վիճակում հայտնվում հայերը էլի, ասենք ինչի է այդպես լինում, որ հայերը միշտ պատմության մեջ որտեղ նայում ես, այս 6-րդ դարից մեր թվարկությունից առաջ, հայերի կռիվը միշտ նրանում է, որ այդ կիսանկախ այդ կախյալ վիճակից դուրս գան, Սրանարատակից դուրս գան, Մարաստանի տակից դուրս գան, Պարսկաստանի տակից դուրս գան, մակեդոնացիների տակից դուրս գան, չգիտեմ, հռոմեացիների տակից դուրս գան, ասենք եւ այլ, արաբների տակից դուրս գան, բյուզանդինացիների տակից դուրս գան, այս պրոբլեմը ինչի է այդ, ասենք բոլոր ժողովուրդները, ասենք հիմա երեխեք կան, նայում են, ասենք մենք էլ ենք ժամանակին երեխա էլ է, ասենք հարց առաջանում է, ասենք այս լավ, այս մեր ազգի ասենց տուժածի կարգավիճակում հայտնվում, ինչու՞ն է խնդիրը էլի։ Օրինակ ասենք պարսկական առաջի թագավորը Կյուրոսը, Աքիմենյան կայսրությունը, որ հիմնադրեց, հայերի օգնությամբ է հաղթել մարերին, ովքեր որ պատմությունը գիտեն, ասենք գիտեն, հայերի օգնությամբ հեղաշրջում է արել, կոպիտ ասած, առանց պատերազմի այդպես կոնֆլիկտի բանի, պապին հանել է, ասենք ինքը դարձել է թագավոր ու այդպես ընդլայնել է իր տարածությունը, ասենք այդ ոնց է ելել, որ Պարսկաստանի քարտեզը, եթե ովքեր գիտեն, բավშვե Պարսկաստանը որտեղ է ելել, ինչ փոքր մի հատ երկիր է ելել,
այդ իրանական ժողովուրդների մեջ։ Ու այդ ոնց է, ասենք, այդ փուճուր ժողովրդին մի հատ տղա բարձրացրել է, դարձրել է կայսություն, բայց հայերի մոտ դա միշտ չի ստացվում։ Այս հարցերն եմ ես ուզում բարձրացնեմ։ Հիմա հարցերի մասին շատ չեմ խորանում, ես հիմա դար գալիս եմ, փորձում եմ կարճ համառոտ ներկայացնել հարցերը, այդ ինչու է այսպես, հարցեր առաջացնեմ, որ մարդիկ մտածեն, որտեվ ճիշտ ուղղության գնալու համար պետք է ճիշտ հարցեր պետք է տաս սկզբից քեզ։ Ասենք այդ լավ, այդ ոնց է լավ, որ պարսիկները դարձան կայսություն, տիրություն, հայերը մնացին էլի նույն վիճակի մեջ։ Ես չեմ ասում, որ հայերը պետք է կայսություն դառնան, ես ասում եմ ինչու են կիսանկախ այդ կախյալ այդ ենթակա այդ մտածողությունը, այդ վիճակը հայերի մոտ ինչու է այդպես էլի։ Հետո ասենք գալիս է մակեդոնացիների ժամանակ, ասենք Ալեքսանդր Մակեդոնացի 4-րդ դար մթա, ասենք Մակեդոնիայի տեղը քարտեզի վրա մի հատ նայեք, էդի որտեղ, ասենք հունական թերակղզում, որը հիմա անվանում են Բալկանյան թերակղզի, ասենք նայում ես այդ Մակեդոնիայի տեղը պետք է մի հատ գտնես, էդի որտեղ է, փուճուրի տեղը էլ է, ու դեից ասենք փաղանգների շնորհիվ դες հետարքիր է, ասենք որ նայում եք, թե ինչու է, ոնց է բարձրացել այդ մակեդոնական թագավորությունը։ Ասենք փաղանգների շնորհիվ ոչ թե Ալեքսանդրն է բարձրացել, չէ, իր հերն էլ եւ դրանց առաջել է, բայց իր Ֆիլիպ էին ասում, հա։ Ֆիլիպոսը, ասենք այդ փաղանգների շնորհիվ ռազմական կառուցվածք կա, ասենք պատերազմի ժամանակ փաղանգը, ասենք դրանց հետո լեգիոններ օրինակ Հռոմում, չէ, հետարքիր է, ասենք ոնց է լինում, որ փոքրիկ, բայց փախած, եսին որտեղից մի հատ ինչ-որ գավառական մի հատ տեղից հայտնվում է մի հատ մեծ կայսություն է մեկը սարքում, իսկ հայերը իրանց մեծ թագավորություն են, ասենք բրիտո միախառն, ասենք միշտ հիմնականում հայեր են ապրել։ Օրինակ ասենք Հունաստանում 1000 տեսակ ժողովուրդ կա, դրանք քույն չեն, էդի մեր համար են իրանք քույն։ Դա Սպարտանա, ասենք Մակեդոնիանա, դրանից վերև Թրակիա, Մրակիա, ներքևում Աթենք, այդտեղ տարբեր ժողովուրդներ են ելել, բայց ոնց է ելել, որ իրանք այդպես մենակ ասենք հուները, օրինակ Սպարտան առանձին ինչ մշակույթ է տվել, ինչ вообще քաղաքականությունը ինչ է տվել, որ հիմա ասում են Սպարտա, ինչ որ մի բան պատկերացնում են, չէ՞ մարդիկ, որ ասում են Աթենք, ինչ որ մի բան պատկերացնում են, չէ՞, հելենական մշակույթ եւ այլ, որ ասում են Մակեդոնիա, հիշում են Ալեքսանդր Մակեդոնացուն, որ ասում են հայ ինչ են հիշում, ծիրան, չգիտեմ, կոնյակ եւ այլն, ասենք, Շաչա Տիգրան II, որը ծնկեց Պոմպեոսի առաջ, թույնի կայսր էր, ուժեղ թագավոր էր, սենց, ոնց է ալնում, որ ասենք լավ, այս Մակեդոնացին ոնց է լավ, եկավ, հասավ, տվեց, սաղին կոտորեց, գրավեց, հասավ մինչև Հնդկաստան, 60,000-ով սկսեց, ասենք, հսկայական պարսկական թագավորությանը ծնկի բերեց, հաղթեց սաղին, դե հայերն էլ կային, էլի, չէ, ասում են, հա, ասում են, օրինակ պատերազմի Գավգամելայում հայերը չեն փախել, հենց այդ թևը, որը որ նեղել է Մակեդոնացու զորքին, մեր կողմից աչք թևն է, ոնց հասկացանք, հա, իրանց կողմից ձախ թևն է, հենց այդ հայերն են ելել, մենակ հայերը չեն ելել, դե հայերն են ելել, հնդիկներ են ելել, ինչ որ մի հատ պարսիկ զորավարի գլխավորությամբ, բան, ասենք հայերը քիչ էին կարա մենակով հաղթեին Մակեդոնացու զորքին, կամ ասենք լավ, եթե իրանք միջև էդի կախման մեջ էին, լավ, այդ մեր թագավորը չէր կարա, ասենք չի մտածել, որ կարա պրոստո ոտը կախկցի, որ ասենք դարը ոչ թե ինչ որ փախնի, չէ, ասենք դարը թող կրվում է կրվի կամ կրվում է կրի, դրանց հետո դարերը որ կրվավ, ասենք ինքը կգլնի կրի, ինքը կդառնա տեի լավ տղեն, այսպես ասած, այդ ոնց է ելել, որ հայերը այդպես չեն մտածել, իրանք ոնց չեն մտածել այս բաներ, էլի, այդ թագավորների մասին, սովորական ժողովրդի մասին չի խոսքը։ Այդ ոնց է, ասենք, այդ ջահել տղեն 20-30 տարեկան էլ լավ տվեց, աշխարհը գրավեց, ասենք, հայերի մեջ ուժ չի ելել մի հատ այդպես
թագավոր, որ ասենք ոչ թե որ գրավի, որ ինքը մտածի, որ իր գլխին պետք է ուրիշ թագավոր չլինի, էլի։ Հարցերը ասենք թագավորները չեն տվել տենց հարցեր, թե չեն կարացել, թե իրանց մտքի թռիչքը այդքան չի երիքել, որ իրանք մտածեն, որ խոսքը իրանց տան լավ տղեն իրանք են, ոչ թե ասենք պարսիկների թագավորը կամ ասենք հույների թագավորը կամ հռոմեացի եսին, որ կայսրն կամ որ զորավարը։ Այդ ազատության մասին, որ sense մենք խոսում ենք, մեր ազատությունը մենք ինչ-ինչ եւ այլ եւ դարերով բան մեր մշակույթը, այդ ազատությունը sense են պահում, sense քիչ ու մի ձև մտածողության հարց է, գիտեք, ասենք հիմա ասենք ովքեր որ լավ չգիտեն այդ պատմության մութ ու խորը էջերը, ասենք կարան անվանարկեն, ասենք դե հիմա մենք քիչ ածու ենք, փոքր ածու ենք, դե մենք քիչ ենք, դե մենք թույլ ենք, դե մեզ ճշում են, դե մենք նեղում ենք, մենք չենք կարում, մենք խելոք ենք, մենք շինակ ռանշպալ ենք, չգիտեմ, հողագործ ենք, խաղողագործ ենք, շինարար ենք, եսի ինչ ենք, ասենք դե մենք չենք կարա բան, սենց էլի։ Մակեդոնիան մի հատ պուջուր, եսի մի հատ 60,000 զոր կտանք որտից են հավաքել, էդ էլ հայտնի չի, ասենք հունական թերակղզին գրավել են, երբ դրանից հետո են հավաքել, թե չէ, ասենք Մակեդոնիան 60,000 զոր կուտից։ Բայց Հայաստանը, ասենք միլիոնանոց երկիր է, էլ է, սիրում են, չէ, ասենք 4 միլիոն, չգիտեմ, մեկ ասում է 10 միլիոն, մեկ ասում է, կարևոր չի, ասենք տեկուս 1 միլիոն, 1 միլիոնից 100,000 զոր կասենք պետք եղած վաղտ, կամ 2 միլիոնից լավ, ասենք 4 միլիոնից էլ չեմ էլ ասում Տիգրանի վաղտ, ոնց է որ չեն ունեցել, դե ունեցել են գրածը 120,000, չգիտեմ 150 դրանից առաջ, են նեղ վաղտերը իջելա մինչև 100-110,000, ունեցել են, բայց ասենք այդ զորքերը ունենալը քիչ է, դրանք դի զինված մարդիկ են, ոչ թե զորքա, ասենք ամեն նախարար իշխան իր զինված զորքը ունեցել է, որ իր երկիրը, իր գյուղը պահի, իր հողը պահի, հարկ հավաքի, բան անի, սենց, բայց ասենք կռվի ժամանակ էդի տես չի աշխատում, կռվի ժամանակ ասենք տես մակեդոնացիները ասենք ստեղծել են փաղանք տեխնոլոգիա են ստեղծել, սենց ասած, ոնց որ հիմա ոնց ասում են ԱԹՍ-ները, ցամաքային ռոբոտները, ատոմային ռումբերը, հրթիռները եւ այլն, տեխնոլոգիա է, չէ։ Հիմա այդ ժամանակ մարդիկ մտածել են ոնց քչով հաղթեն շատին, ստեղծել են փաղանք հասկացողությունը, ովքեր ում հետարքիր է կարող ուսումնասիրի։ Հետո հռոմեացիները մտածել են այդ փաղանգին ոնց հաղթեն, ստեղծել են լեգիոն հասկացողությունը, էլի նոր տեխնոլոգիա։ Ասենք պարսիկները չեն ստեղծել, դե հայերի մասին չեմ խոսում, որտեվ հայերը են, որ ասում եմ ես, ուրեմն արուսել հետս է, հիմա էդ է, պարսիկները որտեղ հայերը իրենց թևերի տակ են, կամ աջ, կամ ձախ, կամ եւ այլն, վեշնի տե են, էլի ասենք, բարեկամ մազգ են, չգիտեմ ինչ են։ Հռոմեացիք ստեղծել են լեգիոնը, հռոմեացիք ուր տե, մի հատ քաղաք էին, ասենք մի հատ Հռոմ, իսկ Իտալիայում իսկ իրանց ես ինչ տեղը չգիտեին, այն ժամը էտրուսների առաջի 7 թագավորների ռեքսերի ժամանակ, ասենք դրանք հազիվ մի կերպ յոլա էին էդում։ Հետո ասենք սկսեցին ինձ գրավել, միացնել իտալիկներին, էտրուսները վաբշե ովքեր ստեղծեցին, հետո կորան վաբշե անհայտացան, մինչև հիմա չգիտեն դրանք ով են որտեղից էին եւ այլն։ Լատինացիները, իտալիկները միացան բանալին, դարձրին պետություն, ծագումնաբանական, բայց ասենք Հռոմը ինչ տվեց, դարերով Հռոմը ասենք մի կերպ հասավ հանրապետություններ, հասավ մինչև կայսրության մակարդակին, արդեն Ցեզարի, Հուլիոս Կեսարի ժամանակ, Օկտավիանոսի ժամանակները, 7 դար դրանից առաջ պայքարելով, բայց ասենք Հռոմը ինչով է կարևոր, Հռոմը ինչով է մնացել պատմության մեջ, ոչ միայն իր լեգիոններով հաղթել է, բայց Հռոմը մինչև հիմա հռոմեական իրավունքը օգտագործվում է ամբողջ աշխարհում, մինչև հիմա, աշխատանքային իրավունք, քաղաքացիական իրավունք, սա իր կոդեքսները, սա հռոմեական իրավունքից է գալի։
մարդիկ մշակույթ են տվել, բացի լեգիոններից։ Դրա համար էլ հռոմը։ Հայերը ինչ են տվել, վախի չեն տվել, լավ, ասենք ինչ են տվել, մի հատ դրեք թվարկեք, ինչ եք տվել։ Հետո մի հատ որ նայում եք սաղ պատմությունը, չգիտեմ, Նապոլեոնի ձիապանը, թիկնապահը, չգիտեմ, Փեսեն, մամլուքների մոտ եսի մեկը, եսի ով էր, ինչ էր, գեներալ էր, Ալարմանիներ, բաներ ասենք, կամ բան, բյուզանդիական, եսի մի 4 հատ, 6 հատ դինաստիա հայկական, ասենք, ուրիշների համար, ուրիշների հզորություն են բարձրացրել, իրանց համար քիչ են արել։ Կամ ռուսական գեներալների, չգիտեմ, ֆելդմարշալի տատիները, չգիտեմ, մորքուրները, եսի ինչերը հայ են բան, դե մաման, էս մի սուլթանի մաման է հայ, այն մի սուլթանի մաման է հայ։ Կամ ասենք փիլիսոփաները բաներ ասում են, ծխ ծառել են սրան նրան, ասենք, հա, ես չեմ ասում, որ մենք չենք ունեցել կամ չունենք, չէ, ունենք, ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, խի ենք մենք այս խորանարդի մեջ կսկվել եք ու ասենք սս մնացել եք ու չեք էլ ուզում դուրս գաք, այդ խորանարդը չկա, կարծեցել խորանարդ ալ նախ եւ առաջ, ասենք, սահմանափակել եք ձեզ, ժողովուրդ ջան, որպես մշակույթ էլի, ոնց որ ինչ-որ սս պլանկա կա, դրանից այնյան չի լինում ձեր մոտ բացվել, ասենք, այդ ճախրանքը մտքի էլի, որ ասենք հայերը կարան սս բան անեն, ինչի է էլի, որ ասենք այս 2500 տարի չկա այդ բանը, ասենք բոսկլտոցներ ինչ-որ փորձեր եղել, օրինակ Տիգրան II ինչ-որ բաներ ուզում աներ, իրա մոտ չստացվեց, դե հա, որ մի 500 տարի ապրեր, ասենք, ջահելներ, բան, ասենք, հա, կարող է ինչ-որ բան ստացվել, բայց մարդը փորձեց, հա, հիմա ստացվեց այն, ինչ ստացվեց։ Վերջում գնաց Պոմպեոսի առաջ, հայոց թագը դրեց, ոնց որ էդի բաններ, իր հոր Դուքյանի բաններ, էլի, ասենք, թագներ էդի, այդ մտածողությունն են ունեցել, էլի, որտեվ հայոց թագը ինչ է, հայկական աշխարհն է, պետականությունն է, տարել է, դրել է, դե արում ասա հիմա չեմ ուզում ասեմ, արա դու ով ես որ տարել ես ծել ժողովրդին դրել ես մեծ հռոմեական մեծ 60,000-անոց զորքի հրամանատարի ինչ-որ մի հերթական ոտերի տակ է, այդ ոնց ես արել տղա ջան, տես բան ոնց է քո մտքով անցել, ասենք արքայից արքա, ոնց է ել է, որ տենց է ել էլի ժողովուրդ ջան, հիմա էլի կքլնգենք ասեն, ես ինչ ասեմ տոլա բան, հա, այդ ենց հռոմեական զորավարի սանդալների տակ հայոց գահը դրած ձեր հանճարեղ արքաներով, այսինքն գլուխ գովացեք։ Հիմա օրինակ դարերով մեր պատմիչները որ գրում են, միշտ բողոքում են այս մեր աշխարհագրական դիրքից, բան, ճակատագրից, թշվառ, դժբախտ։ Ձեզ չի զարմացրել, չի այդ հարց չի առաջացել, թե ինչի հայկական պետականությունը վերացավ։ Ու ինչի հիմա այդ նույն տարածքում հայտնվել է թուրքական պետականություն, ու իրեն շատ լավ ազգում, 600 տարի արդեն, շուտով 20 տարի հետո դառնալու, որ թուրքերը իրենց լավ էլ զգում են, իրենց լավ էլ լենանում են, չաղանում են, եւ այլն։ Այդ ոնց է ել է, որ ձեր մոտ չի ստացվում, ուրիշների մոտ ստացվում, նույն տարածքն է, որ ասում են մեր աշխարհագրական դիրքը մենք գտնում էինք արևելքի, արևմուտքի, արանքում, բան, դե մեզ խփում էին աչից, ձախից, վերևից, ներքևից, խաշմերուկ, բան, խաշմերուկ։ Այդ ոնց է լավ թուրքերն եկան, վեկալեցին, հիմա էլ սա խաշմերուկի վրա շլագբաումները դրել են, նալոգները հավաքում են։ Հարցը աշխարհագրական դիրքը չի, խաշմերուկը չի, հարցն է, որ Ի վերացավ այդ պետականությունը հայկական, որտեվ իր ֆունկցիան չի կատարել։ Ֆունկցիան չի կատարել։ Ֆունկցիան այն գլխից չի կատարել։ Պետք է արևելքի, որպես իրանական ժողովուրդներ, ասենք, դեպի այն կողմ, ասենք, քուշաներն էին,
հնդիկներն էին, չինացիներն եւ այլն, արևելքի եւ արևմուտքի քաղաքակրթությունների, ասենք հելենական, ռոմեական քաղաքակրթություն, արանքում պետք է լիներ հայկական, ոչ թե որ հայերը ոնց են ասում են, մենք արևմուտք միջև հիմա չեք կողմնորոշվել, դուք արևմուտք եք, թե արևելք եք, դուք Եվրոպա եք, թե Ասիա եք, հենց, բայց դուք կարեք որոշեիք, որ դուք ոչ արևմուտք եք, ոչ էլ արևելք եք, դուք Հայաստան եք, այսինքն դուք ձեր երկիրը կենտրոն չեք տեսել, դուք միշտ տեսանեյան եք նայում, վերև, ներքև, բան, արաբների կողմ է տանք, դե ռուսների կողմ է տանք, ասենք այդ ոնց է էլի, ձեր այս ժողովրդի մեջ չի ծնվել մի հատ այտենց էլիտա, որ մտածի, որ ասենք էսի աշխարհի կենտրոնն է, ոչ թե արևելք ենք, թե արևմուտք ենք, որտեվ շարիկը կլոր է, որտեղ կայնես քո համար աշխարհի կենտրոնն է, եթե դու տենց որոշես, շարիկը կլոր է, այդ հասարակած բան, դե ուղղայած բան, դա սա պայմանական բաներ են, շարիկը կլոր է, որտեղ կայնես այդ կետից մինչև երկրագնդի մեջտեղը շարավի հասկացողություն կա, դու պլյուս մինուս նույնն ասենք, անել լրիվ կլոր չի, հարցը հասկանում եք ինչ եմ ասում, որտեղ դու կայնում եք, այդտեղ կենտրոնն է, բայց դուք ոնց եք մինչև հիմա տենց հյուսիս է տանք ռուսները չլինեն ինչ կանենք, արևմուտքը մեզ կփրկի, չինացիներն ինչ կասեն, պարսիկներն ինչ կմտածեն, Ամերիկան ինչ հեսա կգա մեզ կօգնի, ասենք այդ մտածողությունը չեք հասկանում, որ ձեզ ոչ մի լավ տեղ չի տանում, ժողովուրդ ջան, ասենք այդ սերունդը երբ է ծնվելու, որ տենց հարցեր իր մոտ չի առաջանալու, թե որ կողմ գնանք, այդ սերունդը երբ է ծնվելու Հայաստանում, որ իր համար Հայաստանն առնելու աշխարհի կենտրոնը, ոչ թե կենաց ասելու համար, այլ ռեալ, որ ինքը իրոք կարանա աշխարհի կենտրոն սարքի ու ինչ-որ ուրիշներն է սարքել, ոչ թե որ աշխարհը գրավելու համար, չէ, աշխարհը պետք չի գրավել, հա, աշխարհը գրավողների թեմայով ասեմ, ասենց հիվանդություն կա, դա հազարամյակների մեջ նայում ես, բոլոր մշակույթները, քաղաքակրթությունները, բան, ասենց թագավորները, բան, հա ուզում են աշխարհը գրավեն, ասեմ, աշխարհակալ դառնան, չգիտեմ, կայսր դառնան եւ այլն, աշխարհը գրավում եք ինչ անենք, աշխարհի իմաստը ինչու՞մն է, հենց այս բազմազանության մեջ է, որ այս բոլոր ժողովուրդները կարան ապրեն այնպես, ինչպես իրանք ուզում են, ինչպես իրանք սովորեն, ինչպես իրենց մշակույթն է, իրար չխանգարելով իհարկե, ասենք իրար իրավունքները չոտնահարելով, դա հնարավոր է, աշխարհը գրավել պետք չի, դա սխալ ճանապարհ է, դա ոչ միտեղ չի տանում, դա մենակ ոչնչացնում է տանում, այս նայեք, ասենք բոլորին թվում է, թե իրանց մոտ կստացվի, հռոմեացիներին թվում է, թե իրանց մոտ կստացվի, մակեդոնացին թվում էր, թե իր մոտ կստացվի, եւ այլ ասենք, ոչ մեկի մոտ չի ստացվել, ինչը որ ստացվել է, դա իր նեղ կարապարը աշխարհն է, ասենք, ամենամեծ կայսրությունը, եթե չեմ սխալվում, մոնղոլներն են, էլ այս վերջի 2.5-3 հազար տարվա մեջ, մակեդոնացին անգամ այդպես մեծ կայսրություն տարածքային առումով չի ունեցել, ազդեցության մասին չեմ խոսում, տարածքային, ասենք բանը, բրիտանական կայսրությունը, որ ասենք քանի դար այտենց հզոր բան, սահմայցամաքներով եւ այլ, բայց ինքն էլ աշխարհակալ չի էլ այդ առումով, որ ամբողջ աշխարհի առումով գրավի, հա, ինչ որ ազդեցություն ունեն, ինչ որ հարցերը իրանք են որոշում եւ այլ, բայց ասենք աշխարհը ոնց կգրավես, շատ փոքր է, այս աշխարհը սարքած է, որ մարդիկ ազատ կամքով ապրեն, ինչպես մարդիկ, այնպես է ժողովուրդները, ամեն ժողովուրդ ամենափոքր այդ ոնց է, որտից է հայտնվել Մակեդոնիան, բուժուր ժողովուրդ կամ Հռոմը ոնց է դառը կայսրություն, կամ Բրիտանիան տեղն չգիտեն, եսին որ կղզի է, այդպես փուճուրիկ ժողովուրդները, որ իրենց մշակույթը, իրենց ներդրումը բերեն աշխարհի զարգացման վրա մեջ, գեղեցկությունը դրա մեջ է, վաղը կարող է մի տեղից է մի հատ ուրիշ բան հայտնվի, որ ասենք առաջընթաց է դա ապահովում, անընդհատ մի մշակույթի, մի ժողովրդի ճնշման, ազդեցության, տիրության տակ այտենց առաջ չեք գետում, այտենց միշտ մարդը ոնց է ապրում է, մեծանում է, հետո ծերանում է, հետո մահանում է, ժողովուրդներն էլ են այտենց, մշակույթներն էլ են այտենց, տիրություններն էլ են, դա պրոցես է այտենց, ծնունդ եւ մահ այդ ճանապարհը, դա այտենց բանն է էլի, վերելք եւ վայրեջք,
մակընթացության տեղատվության նման բան է։ Դրա համար ասենք դա առանձնի, որ այդ աշխարհակալության մասին այդ մտածողությունը դնենք մի կողմ, բայց ասենք դրանց մեր ժողովրդի մեջ սրա նրա այդ կողմը գնալու երբ է վերջ, օրինակ պարսիկները ես չեմ լսել այդ մարդիկ ինչ որ արևուկ, իրանց մոտ այտենց արևելք արևմուտք գնալու բան չկա, ասենք, այդ ոնց է իրանց մոտ չկա։ Թուրքերի մասին չեմ խոսում, որտեղ թուրքերը ինչ մշակույթ ունեն, հա, հզոր պետություն ունեն, բայց մինչև հիմա իրանք չգիտեն դե իրանք ով են։ Դրա համար էլ իրանք հաստենդ են ուզում էտան, որտեղ հələ դեռ չեն կողմնորոշում իրանք ով են, կամ ռուսները։ Իրանք չեն կողմնորոշում, թե իրանք ով են, ռուս են, մոնղոլ են, թաթար են, ինչ են։ Այսօրվա դրությամբ դուգիններն ասում են, որ իրանք вообще մոնղոլական, թուրքական, թաթարական բան, այտենց ունդե ուղղություն կա էլի, որ խորանակ իմանաք, հա։ Դրա համար էլ իրենց սլավոն եղբայրների հետ կռիվ են անում, էլի Ուկրաինայի մասին է խոսքը։ Այնտեղ դաժե Ռուսաստանում այսօրվա դրությամբ քաղաքակրթային էսի բան չի, ինչ որ ասենք կայսրության վերականգնվելու համար, այդ ժողովուրդը չգիտի ինքը ով է։ Այդ ռուս հասկացողությունը մեր իմացած, դա հենց կիևյան ռուսներ, ուկրաինական ծագումով այդ սլավոններն էին, որ ասենք այնա տեղ ունեցել, որ ասենք Ռուսաստանում այսօր օրինակ Պուտինը Մարդվինա, չգիտեմ ինչ է դա։ Ես ոչ մի վիրավորական բան չունեմ ասելու, բայց հիմա մոնղոլոիդ է, ասենք, ինչ դա հիմա ոնց որ եվրոպոիդին ասես եվրոպոիդ ինքը նեղան է, հիմա իրանք են մոնղոլոիդ են։ Հիմա ասենք այդ Պուտինը թաթարական, չգիտեմ, մոնղոլոիդ ռասայի բան է։ Ասում են Մարդվինա, չգիտեմ ինչա, Ուդմուրտա, ինչա։ Էական չի։ Ելցինը այլի նույն ձևի ասում էին, ես իմ այդ կողմերից էր։ Դրա համար էլ իմ ասենք ներսից այդ մոնղոլական այդ արունը, մոնղոլ թաթարական, խեն ասում, չէ։ Օրինակ ուկրաինացի կռվում են, ասում են մոնղոլ թաթարների դեմ, ճիշտ են ասում, դա մշակութային հարց է։ Հա, իրանք, բալա մեր հարցը ոնց է, հայ ժողովուրդը ինքը մոնոէթնիկ, ասենք, խնդիր չունենք, մենք այդ խնդիրը չունենք։ Մենք մի հատ խնդիր ունենք, մտածողության խնդիր, հայերը մի հատ յուրահատուկ ժողովուրդ են։ Ինչ ուզեն կարան անեն, եթե ուզեն։ Խնդիրը ուզելն է։ Հայերի համար անհնարի ոչ մի բան չկա, որ նայեք, ասենք պատմությունը ով որ գիտի, այդ չկա, բայց իրանք իրանց առաջ խնդիր դնելու բան չունեն, ֆանտազիա չունեն։ Այ ուրիշները դնեն, իրանք անեն, ասենք հռոք բանը, Բյուզանդիայի համար անեն, արաբների համար անեն, թուրքերի համար անեն, պարսիկների համար, մոնղոլների համար անեն, ռուսների համար անեն, ամերիկացիների համար անեն, գերմանացիների, եւ այլ։ Բայց իրանք իրենց որ իրանք համար անեն, որ ասես կասեն ոնց մենք ով ենք որ մեր համար անենք, այ ուրիշի համար մենք կարանք անենք։ Այ խնդիրը դրանում է, այդ սերունդը երբ է գալու, որ իր առաջ խնդիր է դնելու։ Որտեվ պատմության ժամանակի առումով որ նայում ես, որ ասում է 12-ին 5 է պակաս, որը վերջանում է, ժամանակակից ժամանակակցությամբ եմ ասում, կամ էլ ասենք, եթե արևելյան վեդայական ուսմունքներով նայենք, արևածագից առաջ ամենամութ ժամանակն է, այս ժամանակն է, ասենք, նոր արևը ծագում է, բայց այդ արևը մինչև ծագի կարող է Հայաստան չլինի, ինչի է այդպես, այդ հարցերի մասին մեկ ընդմեջ հոլովակներով կփորձեմ իմ մտքերը արտահայտել, որտեղ շատերը խոսում են, շատ լավ պատմաբաններ կան, շատ լավ քաղաքական գործիչներ կան, անճարեղ ուրիշների համար մտածող։ Ինձի դա ես ուզում եմ նոր ձևի ինչ որ այդ հարցերը բար, ինչուները, ինչի է որ այդպես է, որ հայերը հիմա էլ ռուսների տակից դուրս են գալի, վռաս անեն գալի թեմու տակը մտնեն։ Անտեր են մնաց, ասում եմ մենք անտեր ենք մնացել, ռուսները մեզ դավաճանեցին։ Եթե ռուսները ոնց, այսինքն դուք կողմնորոշվեք,
Դուք անտեր եք մնացել, թե ձեզ դավաճանեցին, որովհետև տերերը իրանց ծառաներին, իրանց ապրանքներին չեն դավաճանում։ Տերը հիմա դուք ձեր իրի հետ ո՞նց եք վարվում։ Ոնց ուզում եք, այնպես էլ վարում եք, դուք տերն եք։ Հիմա եթե մենք ասում ենք, որ մենք անտեր ենք, որովհետև ռուսները մեզ եւ այլն, այսինքն ռուսները եթե հայերի տերն են, ինչ ուզում են անում են, իրանք են տերը։ Կամ դրանց առաջ ով ուզում ալնի։ Հիմա մենք պետք է կողմնորոշենք, ժողովուրդ ջան, մենք անտեր ենք, թե ազատ ենք, այդ նույն բառն է, նույն իմաստն է, ասենք ուրիշ ժողովուրդներն ասում են մենք ազատ ենք, հայերը ասում են մենք անտեր ենք։ Հիմա մենք պետք է կողմնորոշենք, մենք ազատ ենք, թե անտեր ենք։ Այս հարցի մասին խոսենք, մտածեք ժողովուրդ ջան, մտածեք, լավ եք։